Նարեկ Ավետիսյան, արվեստագետ, գեղանկարիչ։ Ես ծնվել եմ արվեստագետների ընտանիքում, հայրս գեղանկարիչ Մինաս Ավետիսյանն է, մայրիկս նույնպես նկարչուհի Գայանե Մամաջանյան Ավետիսյան, այդպես ստացվեց, որ մորական պապիկս նույնպես գրաֆիկ նկարիչ էր Աշոտ Մամաջանյան, եւ շատ հետաքրքիր է ինձ համար, որ պապիկիս պապիկը Կարս քաղաքում նույնպես ապրել է եւ եղել է նկարիչ Պողոս Դոմինիկյան։ Ես տարիքից սկսեցի իհարկե հավատալ, որ գիտությունը չի ստում, գենետիկա գոյություն ունի, որովհետեւ համենայն դեպս ես հատուկ որոշում չեմ հիշում, որ կայացրել եմ, որ պիտի դառնամ նկարիչ, այսինքն հանգիտակցական տարիքից այդ արվեստի աշխարհը ինձ ձգել է եւ այդ մթնոլորտում եմ անշուշտ մեծացել, աչքերս բացել։ Դեք հետո շատ կարեւոր է, երբ միջավայր կան նկարներ, գրքեր, հայրիկի արվեստանոցում էինք լինում, երբ փոքր էինք եղբորս հետ եւ շատ հետաքրքիր մարդիկ էին այցելում, ընկերներ, հյուրեր, այցելուներ, այդ զրույցները դեռ չհասկանալով հաճախ ինչ անուններ ես լսում, բայց գործ ես ունենում մեծ արվեստագետների անունների հետ, այսինքն առնչվում ես այդ աշխարհի հետ, դեռ չհասկանալով այդ ամենը, բայց դա սկսում է հետք թողնել եւ զուտ որպեսզի պատկերացում կազմենք, ես ավելի հստակ ինչ եմ ուզում ասել, մեկ անգամ դեռ շատ փոքրիկ տարիքում մի բարեկամի հետ փողոցով քայլում ենք եւ ես ինչ որ անդադ կրկնում եմ Պիկասո, Մարկ Շագալ, Մալևիչ, այսպիսի անուններ եւ մի տիկին ապշահարված նայում է, ես չի հասկանում այդ ինչ անուններ են, դա ինչ է նշանակում, պարզապես այդպես է, այսինքն միջավայրը դրսևորում է, ձևավորում է մարդու ուրեմն հետաքրքրությունների ոլորտը։ Ինձ համար անշուշտ դա է իրականությունը, աշխարհընկալման այն ֆիլտրը, որով ես կարողանում եմ ամեն ինչ իր տեղը դնել։ Այսինքն ինձ համար ամենայն անկեղծությամբ առօրյա կյանքը անբաժան է ստեղծագործական իրականությունից։ Ես կարող եմ ասել, որ մանկության տարիները, եթե սկսում ենք այսպես մեր զրույցը հիշելով անցյալը, կարևորելով ներկան եւ ապագան, այդ տարիները նաեւ հետաքրքիր էին այն առումով, որ մարդը, ստեղծագործող մարդը հետագայում ինչ որ անում է, այդ ոգեշնչումը նաեւ գտնում է իր հուշերից, այն տպավորություններից, որ ստացել է փոքր տարիքում։ Ուրեմն բազմաթիվ են իմ տպավորությունները, հուշերը կապված նաեւ հայրիկի ծննդավայրի հետ, որտեւ քաղաքում ծնված երեխա, սովետական գորշ միջավայր, ռուսական դպրոց, բայց տանը շատ հայրենասիրական միջավայր, որոշ բաներ իմ սրտով չէին, իսկ քաղաքից դուրս մեկնելով գյուղ, ազատություն, սարեր, գեղեցկություն, մի աննկարագրելի պոեզիա կար այդ ամենի մեջ։ Հիմա տարիներ անց, երբ ես ժամանակակից արվեստի առաջին ներկայացուցիչներից եմ մեր Հայոց Հանրապետության, անկախ Հայաստանի նկատի ունեմ, ինձ համար մի հետաքրքիր պահ կա եւս, որ ինֆորմացիան որպես կիրառելի փորձ, գիտելիք համարում եմ իմը, որովհետեւ վերապրված բան է, այն գալիս է կյանքից, այն գալիս է զգացողություններից, այն գալիս է երազներից, որոնք ուրեմն գտնում են իրենց ձևը եւ բովանդակությունը նոր միջավայրերում եւ ես երբեք կարծեմ
չեմ մտատանջվում ինչ անել, որովհետև արվեստագետը պետք է նաև հստակ վեկտոր ունենա, պատկերացնի ինքը ինչ է ցանկանում եւ ուր է գնում, որտեղից է գալիս, որտեղ է եւ ուր է գնում։ Մենք պետք է մեզ տանք այդ հարցը միշտ, որն է մեր կյանքում գլխավոր նպատակը կամ միակ կարևորագույն իմաստը, լինելիության իմաստը։ Դեք այսպես շատ առօրյայով աշխարհիկ թողու բողերի մեջ ապրող մարդիկ մի քիչ կոմպլեքսավորվում են, միանգամից կապում են դա ինչ-որ կրոնական բաների հետ, ոչ, կա հասկացողություն, այսպեսի չէ ճշմարտություն, հոգևոր մտածողություն, հոգևոր գիտակցություն, այն ազատ է, այն անկախ է եւ կրոններից եւ ցանկացած սիստեմներից, հոգևորը հենց մարդու ինքնությունն է, հենց բնությունն է, հենց արվեստն է, ստեղծագործելը բազմազան ձևերի մեջ, արվեստ կա շատ բաներում։ Երբ նկարչի միսիան այդ ներդաշնակության հետ համահունչ լինելն է եւ գերագույն եսը ճանաչելը դա է, այսինքն որ դու մի մասնիկ ես անբաժան ամբողջականի հետ եւ մշակույթ հասածնել այդ տարբեր հետաքրքիր ներդրումներն են մարդկության, նույնիսկ բնության, տիեզերքի, այդ ամբողջը մի արարչություն է, որի մեջ ուրեմն քո ամենօրվա ստեղծագործական ներդրումը միջամտություն է, որը մի ինչ-որ փոքրիկ կետ է ավելացնում այդ հյուսվածքի մեջ, այդ սարդոստայինի մեջ, տարբեր բնորոշումներ կարելի է տալ։ Հիմա ես կուզենայի իհարկե անդրադառնալ, պատերին էլ տեսնում ենք կախված երկու աշխատանք, հետքերի կտավներ, ինչու ձեռքերի հետքեր, ինչու այսքան հաճախ եմ ես այդ պերֆորմատիվ արվեստը շարունակում, որտեղ այդ եսի խնդիրը, որ ես նոր փորձեցի բարձրացնել, այսինքն կեղծի եսից արվեստագետը ազատվում է, երբ որ ինքը կենտրոնանում է այդ գլխավոր գաղափարների վրա եւ ի վերջո արվեստը գիտելիք է, որը լույս է բերում, չէ՞, մարդկությանը, հիմա նկարչության ամենաարտահայտիչ գործիքը, ամենայն դեպս իմ համար, որտեղ չեմ կարող մինասի տանը ծնված լինել գույնի հանդեպ անտարբեր մնալ, այսինքն գույնն է արվեստի ամենահզոր զենքը, եւ գույնը լույս է, այդ մասին նաեւ ֆիզիկան է վկայում։ Հիմա լույսը եւ այդ ձգտումը առաջացնում են, չէ, ցանկություն, որպեսզի ինչ-որ կրկնվող մի բանաձևի գաս արվեստում, այդ ներդաշնակությունը հաստատելու համար։ Վերացական, այսինքն աբստրակտ արվեստը ունի տարբեր վիզուալ, տեսողական բանաձևեր, այդպես կոչենք, որովհետև ինքը չի պատկերում կոնկրետ առարկայական աշխարհ, ֆիգուրատիվ աշխարհ, ինքը կառուցվածքային է, ինքը ժեստային է, եւ ուրեմն ունի իր լեզվամտածողությունը։ Հիմա ես տարբեր փորձեր հետազոտություններ անելու արդյունքում հայտնաբերեցի ինձ համար ձեռքի հետքը, դաջվածքը ձեռքի, որպես մշակութային կարևոր էլեմենտ, հետագայում իհարկե հիշեցի, որ նախնադարյան շրջանում մարդիկ 45-50 հազար տարիներ առաջ քարանձավներում ձեռքերի հետքերի ծեսեր են արել, տարբեր հիմա գիտնականները մեկնաբանություններ են անում այդ ծիսական տարօրինակ ակցիայի գործողության շուրջ։ Ես չեմ ուզում իրենցը շատ մեկնաբանել, որտեղ մենք ենթադրում ենք ինչ են նրանք արել, բայց այն ինչ որ ես անում եմ, անշուշտ հասկանում եմ, որ էլի ենթագիտակցաբար կապված է այդ ամենի հետ եւ երևի թե կոմունիկացիայի աբստրակտ լեզվով մի նոր լեզվամիջոց է սա, վիզուալ կոմունիկացիայի լեզվամիջոց հաղորդակցման, այսինքն արվեստը որպես նյութ ձգտում է
աննյութական գաղափարային իդեալիստական այսպեսի մի դաշտի եւ ոնց որ իր միսիան դա է մարդուն ավելի բարձր, ավելի նոր մակարդակի հասցնելը, մոտեցնելը, այդ կապը ստեղծելը եւ երբ որ դու անդադ այդ երկու հակադիր գույներով կամ շատ տարբեր գունային լուծումներով հարթությունների այդ հարաբերությունն է ստեղծում եւ այդ հպումը նյութականի, կարծես թե այդ աննյութականի հետ լույսը, որտեվ փիլիսոփայական առումով ամենայն դեպս աննյութական երևույթ է։ Ուրեմն նա այն առաջացնում է այդ տպավորությունը, դրական լիցքերը եւ մարդիկ, ես վստահ եմ իմ ցուցահանդեսներից լավ լիցքեր են ստանում եւ առանց մեկնաբանելու մոտավորապես այն պատմածի նման խոսքեր են ասում եւ կարծես թե սկսում են տեսնել մի բան, որը մինչ այդ չէին տեսնում։ Այսինքն абստրակտ նկարիչների հիմնական պատգամը դա անտեսանելին պատկերելն է, որտեվ ռեալիստական արվեստները տեսանելի պատրանքն են ստեղծում տարբեր եղանակներով, տարբեր ոճերով, մեթոդներով, իսկ абստրակցիա ասածը դա կոնկրետ անտեսանելին է, որը ավելի փաստորեն հոգևորն է, փիլիսոփայականն է եւ դու պիտի գտնես ելքը եւ ճանապարհը այն դարձնելու տեսանելի, այն պիտի նաեւ լինի զգայական, որպեսզի ցանկացած մարդ իր մեջ կարողանա կրել, վերլուծել եւ բացվի մի այլ տեսողություն, այսինքն մարդը դառնա ավելի նրբանկատ, ինչպես ասում եմ, մեկ այլ աստիճանի կարողանա բարձրանալ։ Այսինքն զարգացման հետ կապ ունենք։ Դրա ժամանակակից արվեստը դա ոչ թե մոդա է, ինչ որ տրենդ է, որ այսօր կա վաղը կչքանա, անշուշտ ամեն բնակավարում կան այդպիսի ճյուղեր, երևույթներ եւ ժամանակակից արվեստում են եղել շատ բաներ, որ եղել անցել են, բայց երևույթը զարգացում ապրող է եւ պարզապես արվեստագետն է որոշում այդ հոսանքների մեջ իր գերագույն վեկտորը, այսինքն ամենակարևոր, ամենաեականը, այս դեպքում դա ճշմարիտ ժամանակակից արվեստ է կոչվում։ Եվ գիտեք, քիչ է ապրել այսօր ինչ-որ մի բան նկարել կամ քանդակել կամ ինստալյացիա անել, վիդեոարտ անել, որպեսզի կոչվել ժամանակակից։ Այն եւս ունի հստակ զարգացումը, պատմությունը, հանճարներ, մարդիկ, որոնք ժամանակ են ձևավորել, ինչ բան է հասկանալ կամ չհասկանալ, մարդիկ չեն հասկանում անբավարար ինֆորմացիայից եւ այդ ինֆորմացիան չի տեղ հասնում, որտեղ նաեւ տրամադրվածություն չունեն։ Արվեստ ճանաչելու, հասկանալու, սիրելու համար պետք է պարզապես շփվել այդ դաշտերի հետ, արվեստագետների, այցելել ցուցահանդեսներ, թանգարաններ, գրականություն, երաժշտություն, արվեստներ, այդ ամենը միասին ստեղծում է մարդու այն տեսակը, որ ավելի մոտ է այդ իմ պատմություններին, այսինքն ավելի ընկալող է հոգևոր առումով, փակ չէ ինքը։ Եվ որքան այդ որակները մեր մեջ կարողանանք արտնացնել, աշխարհը իսկապես Դոստոևսկու գեղեցկությունը աշխարհը կփրկի, անշուշտ։ Եթե պատկերացրեք, ես հաճախ առավոտյան որ արթնանում եմ, կարծում եմ նորմալ, adekvat բոլոր մարդիկ նախ գիտակցության մեջ, մտքի մեջ շնորհակալ են, որ ողջ առողջ արթնացել են, ինչ լավ է, որ այս աշխարհը կա, հետո նոր հիշում ենք, ինչ վատ է, որ կան պատերազմներ, կոնֆլիկտներ, անարդարություն, բազմաթիվ խնդիրներ եւ պատկերացրեք, որ մի օր առավոտյան ոչ մի արվեստագետ չստեղծագործի, ոչ մի բան չարարվի, չստեղծվի։ Ինչ կդառնա աշխարհը։ Ահա որտեղ, այստեղ ապրելու տեղ չի լինի։ Անշուշտ։ Դրա համար, որ ասում ենք աշխարհը փոխվում է, ամենայն դեպս փոխվում է, այդ ընթացքում է։ Մենք միշտ հակադրվում ենք, չէ՞, այս դրական պոզիտիվ
կամ ինչու ասենք պոզիտիվ ու դրական, նորմալ, մարդկային որակներով, մարդու համար սա է նորմալը, սա է նորմա, սա է չափանիշ։ Իրոք նկարիչը ինչ-որ մեդիտատիվ վիճակի է գալիս, այսինքն մտորումից է սկսվում, պետք է խաղաղվես, կենտրոնանաս, շատ նկարիչներ ավելի տարեց, ավելի փորձառու, ինչպես մեր հայ արվեստագետներից, եկեք հիշենք Ռոբերտ Էլիբեկյանին, որը շատ լավ իր հարցազրույցներում միշտ նշում է այն մասին, որ դուք գիտեք, այդպես մտնում եմ մի անգամից նկարում եմ, ոչ, եւ այո, բոլորս ենք այդպես, սկզբում երկար նստում ես կամ քայլում ես, գտնվում ես մի խոսքով արվեստանոցում, որքան էլ դու նախապես որոշած լինեիր, ինչ ես այսօր անելու, եթե խոսքը գնում է նոր ստեղծագործության մասին, այդ ամենը դժվար չէ իրականացնել, կարևորը այդ ալիքի վրա ոնց որ միանաս, ոնց որ հասնես այն վիճակին, որ դու պատրաստ ես արդեն աշխատել, դա մի նուրբ բան է, որ մի քիչ դժվար է բացատրել, բայց կարծում եմ նաև այլ պրոֆեսիաներում կա նման բան, մարդը չի կարող չկենտրոնանալ, պիտի կենտրոնանաս, խանգարող մտքերը թողնես մի կողմ, չէ, առավել ևս արվեստում։ Եվ այո, այդ ժամանակ, երբ արդեն պրոցեսը սկսվում է, ես խոսեցի մի տեսակից, հա, իմ նկարչության, արվեստի հետքերի կտավներից, բայց ես զուգահեռաբար աշխատում եմ նախագծերի, այսպես շարքերի վրա, ասում եմ նախագիծ, որովհետև այո, դրանք պրոյեկտներ են, մի քանի տարի ես մտածում եմ եւ տեքստեր եմ ստեղծում եւ բոլոր հետաքրքրող նյութերը, գաղափարները հայթայթում եմ ու սկսում եմ այդ շարքը զարգացնել։ Այսինքն հետաքրքիր պրոցես է, որ դու ինչ-որ բազա ես քո համար հավաքում ու եկավ այդ պահը, որ վերջապես այդ անտեսանելին պիտի ինչ-որ ձևով դարձնես տեսանելի ու թվում է, թե շատ բաներ քո համար հասկացել էիր, բայց պրոցեսը իմպրովիզացիա է ենթադրում, որտեղ մենք համակարգիչ չենք, նույնիսկ եթե օգտագործում ենք տեխնոլոգիա, բայց մենք մարդ ենք եւ մեր արժեքը հենց երևի դրանում է, որ գտնենք մի նոր բան, ինքներս մեզ հակաճառենք, հետո նկարչության մեջ կա մի լավ տենդենց, որ նկարիչը աշխատում է շերտերով, այսինքն հենց ինքը մշակույթի սկզբունքն է, մշակույթը չի կարող լինել միաշերտ հարթ, հնագետի նման ոնց որ պեղելու պես մի բան է, հետո արվեստաբանների համար չէ, նաև որ հասկանում են տակը ինչքան աշխատանք կա, ինչքան ասելիք, ինչքան պատկերացումներ վերանայվել են, ինչ բաներ են փոխհարաբերվել, հարուստ բան է նկարչությունը, ինքը հարուստ է, այսինքն երբ որ նայում ես շատ բազմաթիվ ասելիքներ ես ընկալում վիզուալ։ Եվ այդ օրը ապրված աշխատանքով ստեղծագործական ինձ համար շատ կարևոր է, որտեվ ես բոլորովին միայնակ չեմ այս առումով, ցանկացած ստեղծագործող մարդ դա կվկայի, որ եթե չես ստեղծագործում, լավ չես զգում քեզ պարզ ասած, ոնց որ դու չես հասկանում ինչ կատարվեց, կարծես ինչ-որ կորած օր լինի եւ ոնց որ համակարգը քո ներքին խախտվի, մի բան այն չէ, լավ չէ, վատ ազդանշան է, դրա համար շատ եմ աշխատում ինձանից անկախ, ոչ թե նկարիչը պիտի զարմացնի կամ հպարտանա, շատ ունի մյուսը կարող է աշխատել քիչ, բայց շատ բծախնդիր լինել իր համար, որակը լինի կարևորը, Յան Վերմեերը ասում են 6 ամիս է աշխատել մի փոքրիկ կտավի վրա եւ դա կարևոր չէ, կարևորը այդ վիճակն է, ինչ ես դու զգում եւ դա ինչ է բերում աշխարհին։
արվեստի ուժը ինձ համար հենց ստեղծագործելն է եւ այդ բառը շատ հետաքրքիր է չես կարող չվերլուծել հատկապես մենք հայ ենք հնագույն լեզուներից մեկն ենք տիրապետում եւ կիրառում արվեստ արարչություն արև տեսնեք ինչ հետաքրքիր է այսինքն ինքը կապվում է էության հետ եւ մեր մեջ կա այդ լույսը այդ կրակը արվեստը դա զորություն է արվեստի ուժ որ ասում ենք ես ընդունում եմ դա ճշմարտություն է արվեստը իրոք ուժ է դա այդ ներքին կրակն է որը նույնացված է մեզ համար ստեղծագործողների համար կարծում եմ այն գերագույն բնության տիեզերքի շարժիչի արարչի այդպես ասենք կամ ճշմարտության կամ գերագույն գաղափարի հետ գերագույն նպատակի հետ բացարձակ абստրակցիայի հետ միևնույն ժամանակ բացարձակ ճշմարտության եւ փաստի հետ եւ եթե այդ փոքրիկ կրակը մեր մեջ կա իսկ այն մեր մեջ բոլորի մեջ կա բոլորս ունենք հոգի էություն գիտակցություն նույնիսկ հայերը անհիշելի ժամանակներից սիրում են երդվել ասել հայրիկիս արև մայրիկիս արև բառը նաեւ մեկնաբանում են որպես ոգի հա այդ արվեստը դա որակն է արարչական որակն է որ դեռ վեդյան գիտելիքները եթե ոմանք մի թեթև գոնե ծանոթ լինեն դրան կիմանան որ դա այն կարևոր էությունն է առանց որի ոչինչ չի լինում եւ միայն այն է որ մեզ տալիս է հնարավորություն բանական մարդ լինելու եւ այդ որակները դրսեւորելու այս կյանքում այս աշխարհում մենք ապրում ենք ժամանակակից միջավայրում զարգացնում ենք տեխնոլոգիաներ արհեստական բանականություն որը նույնպես շատերը վախենում են բայց չկա վախենալու բան վախենալու կլինի եթե մենք մոռանանք ինչի համար է դա ստեղծվել ով է դա ստեղծել ով է դա կառավարում արվեստի ուժը կարծում եմ պիտի ներկա լինի ամեն ինչում արվեստ ասելով եկեք այսպես հասկանանք ստեղծագործական տարը արդեն արվեստ է եթե առկա է ցանկացած գործում եւ այդ գործերի հետևանքը ստեղծում է գլոբալ մշակույթ քաղաքական մշակույթ բիզնես մշակույթ ցանկացած մշակույթների մեջ պետք է լինի արվեստի տարը այսինքն արվեստի ուժը այդ ուժը պետք է լինի օժտված այն որակներով որ ես փորձում եմ իմ զրույցի ընթացքում անընդհատ շեշտել ես մարդու հետ որ ծանոթանում եմ երբեք չեմ սիրում քննադատել կարող ենք մենք վերանայել քննադատություն հասկացողությունը հա նկատի չունեմ կրիտիկա այն իմաստով որ բաժանել լավի ու վատի այլ վերլուծելու առումով հա ես մարդու մեջ արվեստագետի սկսնակ չգիտեմ ուզում է լինի ուզում եմ գտնել մի այնպիսի բան որը աննման է հետաքրքիր է թեկուզ բոլորը չեն հավանում կարող է այդ որ բոլորը չեն հավանում վաղը հենց դառնա այդ նկարչի ամենակարևոր ասելիքը եւ առանձնահատկությունը այ ուզում եմ ասել ոչ թե խորհուրդ տալ այլ կիսվել իմ որոշակի փորձով որ ինքս եմ այդպեսին եղել ինձ շատ են քննադատել տարբեր պատճառներով եւ ազգանունի որտեղ ուրիշ սպասելիք են ունեցել եւ ընդհանրապես չգիտեմ հազար պատճառ կա ես փորձել եմ հանգիստ վերաբերվել այդ ամենին եւ ուզեցել եմ հասկանալ ինչու չհասկացան պատճառները որոնք են ահա ուրեմն մի բան կա որը նման չի անսովոր այդ մի բանը պետք է հասկանալ որն է սկսնակ երիտասարդ արվեստագետը չի կարող դեռ ունենալ այդքան մեծ փորձ որ ամեն ինչ իմանա իսկ ամեն ինչ ոչ ոք չգիտի չէ
Եվ ուշադրություն է պետք դարձնել այդ փոքրիկ բաներին, որ չեն հասկանում կամ քո մոտ մի լավ բան ստացվում է, դու չես կարևորում։ Մի ինչ-որ ընկեր, կարող է դա նույնիսկ լինի պատահական մարդ, ասի սա էլ է քոնը, իսկ սա ինչ է։ Կա ուշադիր լինել, մենք ինչ ենք արել, ինչ չենք արել, փոքրիկ բաների վրա դարձնել ուշադրություն։ Ամբիցիաները բնորոշ են ցանկացած մարդու, բայց պետք է ամբիցիաները թողնել մի կողմ, նրբանկատ լինել ու սկզբունքային, բայց դա չի նշանակում չունենալ ճկունություն։ Ստեղծագործող մարդը չի կարող դոգմատ լինել, չի կարող կարծր մտածողություն ունենալ, ինքը պետք է բավական ունիվերսալ մտածի, նորը ընկալի, հինը չանտեսի, այսինքն նկատի ունեմ տրադիցիան հաղթահարելու համար, նորը ստեղծելու համար պետք է ճանաչել, գնահատել տրադիցիան, գիտելիք պետք է ունենալ, վարպետությունն էլ լավ բան է, երիտասարդները հաճախ հոգնում են այդ վարպետությունը հղկելու գործընթացից, որ սովորում ես երկար տարիներ, իմ հետ էլ ապատրել, բայց հետո հասկանում ես, որ ինչքան հասցրեցիր մի բան սովորել, դա քեզ կօգնի հետո թեկուզ այդ բանը հեշտ մոռանալու համար դրան տիրապետես։ Մի խոսքով հիմնական այսպեսի ցանկությունը, որ կուզեի իրենց հետ կիսվել, դա է, որ հավատան իրենք իրենց եւ գտնեն իրենց մեջ այնպիսի որակներ, որոնք ուրիշները դեռ չեն արել կամ կասկածում են, կամ նկատում են եւ հարցնում են, որ սա քոնն էր, այո, պետք է տեր կանգնել, ամբողջական լինել ու ձգտում ունենալ միշտ, ամեն ինչ գնա իր հունով։ Նկարչի խոսքը արդեն ինչ-որտեղ պատգամ է, չէ, որտեվ դու հեռանում ես մի օր կյանքից, բայց քո կտավները դառնում են քո համար խոսքերը, այսինքն իրենց կարդում ենք մեր հոգում, մեր մտքում, ներքին այդ տեսողությամբ։ Մենք բոլորս արվեստագետներս ամփոփում եմ ու կարծես իմ զրույցը, այս պատգամ ասածով, թողնելու ենք, մենք հայ ենք, մեր հայ ժողովրդին, հետո նոր աշխարհին, մի լուսավոր ապագա, այս ինչ որ մենք ստեղծում ենք, փորձում ենք ստեղծել լուսավոր ապագա, մենք վատ բաներ չենք պատկերում, մենք ագրեսիա չենք տարածում, մենք չարություն ու թշնամանք չենք քարոզում, մենք երազում ենք ապագայում տեսնել ներդաշնակ, որքան հնարավոր է խնդիրները հարթած մշակութային ժողովուրդ, ազգ, որը ապրում է իր արվեստով, մշակույթով, ոչ թե տառապում է պատերազմի ցավով, այս ամենով, ինչ որ մենք տեսնում ենք, անարդարություններ եւ քաղաքական եւ սոցիալական, որտեղ ուրեմն ստիպված արդեն դուրս է մնում մշակույթը կամ շատ դժվարությամբ է ճանապարհ հաստատում։ Հայ ժողովուրդը ինձ համար շատ շնորհալի ու տաղանդավոր ժողովուրդ է, մեծ գեններ կրող։ Այս տեսնում եմ ապագայում, չգիտեմ, ես հավատում եմ դրան, որ մեր գենետիկան, մեր ինքնությունը այդ չի թույլ տա, որ մենք սխալ ուղով գնանք, շեղվենք մեր ճշմարիտ ուղուց։ Մի օր մենք անպայման մենք մեզ ճանաչելու ենք, հիշելու ենք մենք ովքեր ենք եւ աշխարհը մեզ ընդունելու է այնպեսին, ինչպիսին մենք կանք։ Արվեստը պետք է այդ ուժը հաստատի Հայաստանում եւ աշխարհում։